Երեխաներին երջանկության համար խաղալը բավարար է։ Ընդ որում պարտադիր չի, որ դրանք լինեն համակարգչային խաղեր, հա։ Նույն գնդակն էլ բավական է, որ երեխան երջանիկ լինի։ Բակային խաղերին փոխարինած սոցցանցերն ու հեռախոսներն այսօր դարձել են անչափահասների ինքնադրսևորման հիմնական հարթակը, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս գլոբալ խնդրի դեմ պայքարն ակտիվացավ ամերիկացի հոգեբան Ջոնաթան Հայթթի «Տակնապած սերունդը» գրքի հրատարակումից հետո, նշում է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Հեղինակը մտահոգիչ տվյալներ է ներկայացնում այն մասին, թե ինչպես են թվային տեխնոլոգիաներն ու սոցցանցերը վնասել դեռահասներին։ Մասնավորապես աղջիկների շրջանում աճել են ինքնասպանության փորձերը, տղաների մոտ խաղամոլության դեպքերը, գրանցվել են նաև քնի խանգարումներ, անուշադրություն։ Հայթթի նախաձեռնած միջազգային շարժման արդյունքում Ավստրալիան առաջինն արգելեց անչափահասների մուտքը սոցցանցեր։ Հիմա այդ երկրների թիվը ավելացել է։ Հայաստանը եւս փորձում է միանալ այս նախաձեռնությանը։ Ներկայումս քննարկվում է համապատասխան օրենքի կիրառման հարցը։ Փորձագետն ընդգծում էր, որ խնդրի լուծման գործում վճռորոշ է ընտանիքի դերը։ Երեխային պետք է մանկուց հետ պահել վտանգավոր կախվածություններից։ Դա դառնալու է արգելված պտուղ, որը միշտ քաղցր է լինում։ Բայց եթե մենք փոքրուց իրեն սովորեցնենք, որ դու ունես 1 ժամ, հա, եւ այդ 1 ժամը կարող ես օգտվել սոցիալական ցանցերից, բայց ոչ օրինակ երեկոյան ժամերը, ոչ դասերի ժամանակ, այս դեպքում կարծում եմ այս խելամիտ լուծումներ են պետք։ Բայց դրա համար շատ կարևոր է, որ ծնողները իրենք ունենան այդ ծնողավարական հմտություններ։ Սերոբ Խաչատրյանը նշում է, թե երեխաները հայտնաբերել են թվային աշխարհ, որն ավելի գրավիչ է, ինչի պատճառով էլ գրանցվում է կրթական մակարդակի անկում։ Դպրոց ներկայանում են անպատրաստ, գրքեր կարդալու փոխարեն համացանցային անմիթոլովակներ են դիտում եւ ունեն աղքատիկ բառապաշար։ Ըստ փորձագետի, տեխնոլոգիաների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է առաջարկել հետաքրքիր այլընտրանքներ, սակայն դպրոցական ներկայիս դասագրքերը պատրաստ չեն լրացնելու այդ բացը եւ մրցակցելու սոցցանցերի դեմ։ Եթե դուք նայեք ինչպես են ստեղծվում Հայաստանում դասագրքերը, ակնհայտ է, որ դրանք չեն կարող մրցակցել։ Եթե այդ սոցիալական ցանցերի վրա աշխատում են հազարավոր, 100 հազարավոր մարդիկ, մեր դասագրքերի վրա կարող է աշխատել 2 հոգի, օրինակ, 2 հոգով դասագիր գրվի, եւ ասենք այդ 2 հոգին էլ ոչ դպրոցից տեղյակ լինեն, ոչ դպրոցում աշխատած լինեն։ Փորձագետն առաջարկում է խնդրի լուծման այս ճանապարհը։ Որպեսզի մենք այս խնդիրը լուծենք, մենք պետքա դասագրքերի ստեղծման process-ը դարձնենք շատ լուրջ ինստիտուցիոնալ process, որի վրա պետք է աշխատեն տասնյակ մարդիկ, այդ թվում մարդիկ, որոնք շատ լավ տիրապետում են տեխնոլոգիաներին, երեխաների հոգեբանությանը, դիզայնի առանձնահատկություններին եւ մի շարք այլ հմտությունների։ Անխուսափելի է դառնում նաև ծնողի ու երեխայի բախումը։ Դեռահասներն ունեն ինքնադրսևորման խնդիր եւ իրավիճակն ավելի է բարդանում, երբ հասակակիցների միջև մրցակցություն է սկսվում։ Երեխաները սկսում են բողոքել ծնողներին, ասելով, եթե նա դա ունի, ես ինչու չպետք է ունենամ։ Այստեղ եւս կարեւոր է ծնողի դերը։ Ըստ փորձագետի, օրենքի իրական ազդեցությունը կզգան վերահսկող ծնողները։ Բացի դրանից, հենց ծնողները պետք է իրենց պարքով ճիշտ օրինակ ծառայեն երեխաների համար։ Բայց սրա լավն այն է, որ այն ծնողները, որոնք իրենց երեխաների հանդեպ ուշադիր են, կարողանալու են վերահսկել։ Այսինքն խնդիրը 100% չի լուծվելու։ Եթե օրինակ մենք կարողանանք հասնել նրան, որ 70%-ը դեռահասների չօգտվի, սա արդեն իսկ կլինի շատ լավ արդյունք։ Հասկանալի է, որ օրենքը միանգամից չի լուծի խնդիրը, ինչպես ծխախոտի, ալկոհոլի կամ թմրանյութի պարագայում է, այնպես էլ այստեղ դեռահասների մի մասը թաքուն շարունակելու է օգտվել սոցցանցերից։ Այնուհանդերձ օրենսդրական արգելքը խնդրի կարգավորման առաջին ու կարևոր քայլերից է։ Փորձեցինք նաև քաղաքացիների շրջանում պարզել, թե ընտանիքներում որքանով են վերահսկում երեխաների սոցցանցերից օգտվելը եւ ինչ կարծիք ունեն սպասվող օրենսդրական սահմանափակումների մասին։ Չէ, այդքան շատ չեն մտնում իրանք, մենք այո, կողմ ենք։ Մեր երեխաները զբաղված են, մենք տանում ենք իրանց լողի, զբաղվում են լոգոպեդի մոտ ենք տանում, մենք ժամանակ չունենք։ Ունեմ 3 հատ երեխա տարբեր տարիքների ու փորձում եմ ամեն ինչ անել, որ իրանք հեռու լինեն սոցցանցերից։ Ըստ տարիքային է, այսինքն պուճուրները լրիվ արգելված են, մեծն մի քիչ 17-ա դժվար է, բայց ես կողմ եմ, որտեղ ինքս օգտվում եմ սոցցանցերից ու բավականին
բաներ կա, որ կուզնամ իմ երեխեքը ինչքան ուշ իմանան, այդքան իրանց օգուտը կլինի։ Սոցհարթակներում ամեն ինչ շատ վատացել է, ու մանավանդ, չգիտեմ, մակարդակով մարդիկ չեն մնացել երևի։ Ասենց ասեմ, երեխեքը ինչ շատ բաներ կարան սովորեն երեխեքը, ինչ որ խելացի հարթակներից կարան սովորեն, բայց շատ ժամանակ չարժի որ մտնեն։ Որ որոշել են թող անեն, էլի։ Երեխան երեխու նման պետք է ապրի։ Չէ, մենք թույլ չենք տալի, չենք տա։ Այդ on-line կյանքը ես չսիրեցի, կներեք։ 11 տարեկան տղա ունեմ եւ 8 տարեկան, հա, կողմ կլինեմ, կոնկրետ TikTok-ը կուզեմ որ արգելափակվի, այո։ TikTok-ը, այո։ Իմ հեռախոսով է օգտվում, միայն խաղում է։ Հսկում եմ, որ ուրիշ այդ համացանցերը, որ լավ բաներ չեն քարոզում, չմտնի այդքան բան։ Արգելում եմ բացարձակ հեռախոսի հետ կապ։ Հա, իմ աղջիկները երկուսն էլ մանկավարժ են, մեկը հոգեբան, մյուսը մեթոդիստ, երկուսն էլ միանշանակ դեմ են։ Հակերում խաղերը դե անփոխարինելի է, ոչ ոք չի կարող փոխարինի այդ ամեն ինչին։ Իմ կարծիքով շատ քիչ է մանկությունը տևում ու հեռախոսը չարժի որ փչացնի այդ մանկությունը։ Սոցիալական ցանցերին երեխաների ու դեռահասների հասանելիությունը սահմանափակելու մտադրությունների մասին ընդամենը օրեր առաջ հայտարարեց նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրոպական մայրցամաքում արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերից հնարավոր է սոցիալական ցանցերից օգտվելու համար համաեվրոպական տարիքային սահմանափակումներ սահմանելու խիստ ծրագրեր կիրառվեն։ Նման նպատակի մասին են հայտնել նաև Մեծ Բրիտանիան ու Հարավային Կորեան։ Լուիզա Սարգսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։